Ողջույն հարգելի ցուլեր, ձեզ հետ Արմինե Նահապետյանն է եւ այսօր մենք կխոսենք օգոստոսի մասին, օգոստոսի հորոսկոպի մասին։ Օգոստոսը լինելու է խավարումների ամիս, այսինքն խավարումների միջանցքի շրջան։ Սա տարվա ամենակարևոր կարմայական ամիսներից մեկն է։ Բայց կա նաեւ շատ լավ նորություն։ Մերկուրին ուղիղ ընթացքի մեջ է եւ շատ արագ է շարժվում։ Դա նշանակում է, որ հարցերի պատասխանները, ուշացած գործերը եւ տարբեր իրավիճակները սկսել են ավելի արագ լուծվել։ Ընդհանուր առմամբ երկնքում ձեզ համար շատ բարենպաստ էներգիա է ձևավորվում։ Այն առաջին հերթին վերաբերվում է ձեր տանը, ընտանիքին, անշարժ գույքին, նախնիներին եւ հարազատներին։ Այս ամիս շատերի համար կարևոր կդառնան հետեւյալ թեմաները. տունը եւ ընտանիքը, անշարժ գույքի գնում կամ վաճառք, հարազատների հետ հարաբերություններ, ընտանեկան հանդիպում կամ տոնակատարություններ, ճանապարհորդություն, հայրենի քաղաք կամ գյուղ, կարևոր փաստաթղթեր տան հետ կապված, ընտանիքի ընդլայնում կամ նոր ընտանիքի ստեղծում։ Արևը, Յուպիտերը եւ կարմայական հարավային հանգույցը գտնվում են ձեր 4-րդ տանը։ Հենց այստեղ էլ օգոստոսի 12-ին տեղի կունենա արևի խավարումը։ Սա առաջին խավարումն է ձեր 4-րդ տանը, ինչը նշանակում է, որ մեծ փոփոխությունների նոր շրջան է սկսվում, կապված տան, ընտանիքի, նախնիների եւ անշարժ գույքի հետ։ Իհարկե, այժմ հերթով կդիտարկենք բոլոր իրադարձությունները։ Եթե ցանկանում եք ավելի մանրամասն տեղեկատվություններ ունենալ Յուպիտերի եւ ընդհանրապես որ մոլորակները որտեղ են գտնվում, ապա կարող եք, եթե ցանկանում եք անձնական խորհրդատվություն, ապա կարող եք ինձ գրել նշված հեռախոսահամարով, որը կլինի էկրանին։ Եվ այսպեսով անցնենք ամբողջ օգոստոսի մանրամասն կանխատեսմանը հորոսկոպին։ Օգոստոսի 6-ից Վեներան ձեր կարևոր մոլորակը, ով որ ձեզ կառավարում է, անցնում է ձեր 6-րդ տուն։ 6-րդ տունը կապված է առողջության, աշխատանքի, ընտանի կենդանիների, առօրյա պարտականությունների, սննդակարգի, ինքնախնամքի, աշխատանքային միջավայրի, ինչպես նաև օգնականների եւ գործընկերների տունը։ Վեներան միշտ բարենպաստ մոլորակ է, իսկ ձեզ համար նրա ազդեցությունը առավել ուժեղ է լինելու։ Եթե վաղուց մտածում եք ընտանի կենդանի ունենալու մասին, հիմա դրա համար շատ հարմար ժամանակ է։ Եթե աշխատանքի կամ տան համար օգնականի կարիք ունեք, աշխատակից եք փնտրում ձեր երեխային խնամելու համար կամ տանը ձեզ օգնելու համար, կամ ցանկանում եք նոր աշխատանք գտնել, ապա այս շրջանը նույնպես շատ հաջող է ձեզ համար։ Վեներան երկար ժամանակ կմնա ձեր 6-րդ տանը, որովհետև հետո նա լինելու է հետադարձ, դրա համար այս ազդեցությունը 6-րդ տան կլինի բավականին երկար։ Դե մոտավորապես մինչև տարվա վերջ։ Արդեն օգոստոսից կարող են սկսվել առաջին փոփոխությունները առողջության, աշխատանքի, ընտանի կենդանիների, առօրյա ռեժիմի ոլորտներում։ Վեներան սովորաբար թեթևացնում է իրավիճակները, ստեղծում ավելի հաճելի մթնոլորտ եւ հարթում է աշխատանքային հարաբերություններում արկա բոլոր լարվածությունները, թեկուզ եթե առաջանան։ Դա նաեւ կարող է նշանակել, որ ձեր աշխատանքի վայրում հաճելի փոփոխություններ կլինեն։ Եթե դեռ միայնակ եք, ապա ծանոթություն կամ սիրավեպ կարող է սկսվել հենց աշխատանքի վայրում։ Այս շրջանը նաեւ շատ բարենպաստ է զբաղվելու ձեր արտաքին տեսքով, գեղեցկությամբ, առողջությամբ։ Իհարկե Վեներան կաջակցի ձեզ, բայց ձեր սեփական ջանքերն են շատ կարևոր։ Դրա համար այս դիրքը ձեզ համար շատ հաջող, արդյունավետ եւ կարևոր շրջան է։ Օգոստոսի 7-ին Սատուրնը եւ Արևը ունեն շատ լավ միացում միասին։ Այս օրերին կարող եք ձեր դիմաց դնել այնպիսի նպատակ, այնպիսի ծրագրերի հիմք, որոնք երկարաժամկետ արդյունք կտան։ Շատերի համար դա կարող է կապված լինել տան, ընտանիքի, դե օրինակ այստեղ կարող եք գումար հետ գցել հատուկ տան համար կամ տան իրերի համար կամ տուն գնելու համար։ Բայց ավելի կարևոր թեմաներ նաև ընտանիքի, նախնիների, հարազատների, ինչպես նաև 12-րդ տան թեմաների հետ։ Դա կարող է վերաբերվել արտագաղթին, ճանապարհորդություններին, հայրենի վայր այցելերուն, դա կարող է գումար դնակ մեկով, որ այցելեք հայրենի վայր։
Կամ այն բանին, որ ինչ-որ մեկը գա ձեզ հյուր։ Հնարավոր են նաև կարևոր զրույցներ ապագայի մասին, և դրանք իրական հիմք կունենան։ Սա շատ հաջող շրջան է նաև տուն կառուցելու, վերանորոգում սկսելու, անշարժ գույք գնելու կամ վաճառելու համար, կարևոր փաստաթղթեր ստորագրելու, կարևոր որոշումներ ընդունելու համար։ Դուք հիմա կարծես ամուր հիմք եք ստեղծում ապագայի համար։ Բացի այդ, 4-րդ և 12-րդ տների համադրությունը որոշ ցուլերի մոտ կարող է նշանակել նաև տնից հեռու աշխատելու սկիզբ, կամ նաև տանից հենց աշխատելու երկու տարբերակներն է կարող է, որտեղ 12-րդ տունը դա հեռուն է, իսկ 4-րդ տունը տունն է, այսինքն դուք կարող եք և տանից աշխատել և հեռու։ Թեկուզ եթե այստեղ խավարում ենք նայում, միգուցե 1.5 տարի։ Ոմանք կարող են սկսել զբաղվել այնպիսի գործով, որը կապված լինի տան հարմարավետության, ինտերիերի, անշարժ գույքի, այգեգործության կամ լանդշաֆտային դիզայնի հետ։ Այսպիսով տան և անշարժ գույքի թեման օգոստոսին դառնում է ձեր կյանքի գլխավոր ուղղություններից մեկը, ձեր գլխավոր թեման։ Յուրաքանչյուրի կյանքում դա կարտահայտվի տարբեր ձևով։ Ոմանց համար այս շրջանը կարող է նշանակել նաև, որ տանը կսկսեք զբաղվել յոգայով, ռեյկիով, բուժական մարմնամարզությամբ կամ այլ հոգևոր ու բուժական պրակտիկաներով։ 12-րդ տունը նաև կապված է ինքնաբուժման, ներքին վերափոխման և հոգևոր զարգացման հետ։ Հնարավոր է նաև, որ որոշեք ձեր տան պայմաններում սկսեք որևէ գործունեություն, ինչ-որ մի գործ անեք, կամ բացեք այնտեղ ազատ տեղ ունեք, բացեք յոգայի կենտրոն, եթե մեծ է տարածքը։ Յուպիտերը նույնպես գտնվում է 4-րդ տանը, դրա համար հնարավոր են տարբերակները շատ են, որպեսզի այն լավացնի, որտեղ Յուպիտերը այն ավելի է մեծացնում, լավացնում, եւ Յուպիտերի շնորհիվ դուք կարող եք տնային բիզնես սկսել, ոսկերչական աշխատանքով զբաղվել, ընտանի կենդանիների հետ կապված գործունեությամբ զբաղվել, տորթերի կամ խմորեղենի պատրաստմամբ, կամ ցանկացած այլ գործ, որի մասին վաղուց մտածել էիք, եւ Յուպիտերը այն կշատացնի, կբազմացնի, այնպես որ սկսեք։ Այս պահին կարծես արդեն ամուր հիմք ունեք եւ ուղղակի ժամանակն է սկսել։ Օգոստոսի 9-ին Մերկուրին անցնում է առյուծ նշան եւ մտնում է ձեր 4-րդ տուն։ Այս ամիս Մերկուրին շատ արագ է շարժվում, դրա համար շատ հարցեր արագ կլուծվեն։ 4-րդ տանը գտնվող Մերկուրին ուժեղացնում է տան, ընտանիքի եւ անշարժ գույքի թեմաները, դա հենց հատկապես փաստաթղթային հարցերը ամբողջ իրենն է։ Այս ընթացքում հնարավոր են ակտիվ շփումներ հարազատների հետ, կարևոր հանդիպումներ, անշարժ գույքի հետ կապված բանակցություններ, փաստաթղթերի ստորագրություն, ժառանգություն, առք ու վաճառք եւ այլն։ Եթե ցանկանում եք տուն գնել կամ վաճառել, ապա սա շատ լավ, ակտիվ եւ բարենպաստ շրջան է դրա համար։ Հնարավոր է նաև, որ ավելի հաճախ շփվեք հարազատների կամ հարևանների հետ։ Մերկուրին կարող է նաև նպաստել տան համար տեխնիկա գնելուն ու այացը եւ կարող եք հանգիստ գնել։ Սա շատ հաջող ժամանակ է ավտոմեքենա գնելու, կենցաղային տեխնիկա ձեռք բերելու, տունը վերազինելու, տունը լցնելու, բնակարանը բարելավելու համար։ Օգոստոսի 11-ին մենք արդեն մոտենում ենք խավարմանը եւ այս ընթացքում Մարսը նույնպես փոխում է իր դիրքը 1 օր առաջ եւ անցնում է Խեցգետին նշան, որը ձեր 3-րդ տունն է։ Իսկ 3-րդ տունը կապված է հարևանների, եղբայրների եւ քույրերի, գործընկերների, փաստաթղթերի, ուսման, նոր գիտելիքների, ճանապարհորդությունների հետ։ Մարսը ընդհանրապես ակտիվություն է բերում, դա նաև ագրեսիվություն է բերում, դա պետք է եւս հասկանալ, եւ այստեղ կարող եք հարևանների եւ մնացած այլ մարդկանց հետ նշեցի ձեր հարազատների հետ ագրեսիվ վերաբերմունք։ Եվ Մարսի ակտիվությունը դա կարող է նշանակել գործուղում, ավտոմեքենա գնել, վարորդական իրավունք ստանալ, ուսում սկսել, միգուցե նաև վարորդական թեմայով եւ նոր հմտություններ սովորել։ Մերկուրին 4-րդ տանը, իսկ Մարսը 3-րդում ստեղծում են շատ ակտիվ շրջան ձեզ համար։ Կցանկանաք այդպես սովորել, շփվել, ճանապարհորդել, նոր բաներով զբաղվել, ինչ-որ շատ ակտիվ կլինեք։ Մեկ այս հարևանի հետ կշփվեք, մեկ այն հարևանի, ուղղակի պետք է հասկանալ, որ Մարսը նաև
ագրեսիվություն է։ Ոնց որ շատ զբաղված օրեր են ձեզ սպասվում։ Մարսը կարող է նաև ցույց տալ, որ ձեր կյանքում կհայտնվի մի տղամարդ։ Եթե զուգընկեր եք փնտրում, հնարավոր է նոր ծանոթություն։ Իսկ մյուսների համար դա կարող է լինել գործընկեր կամ մարդ, որը կօգնի ձեր աշխատանքում։ Իհարկե, արևի խավարումը տեղի ունենալու օգոստոսի 12-ին։ Բայց ամսի 11-ին եւս, Մարսի շատ էներգիայով կարող եք շատ ձեզ ծանրաբեռնել։ Փորձեք ավելի քիչ ձեզ ծանրաբեռնել։ Այդ օրը կարող եք անցկացնել ավելի հանգիստ, որովհետև հաջորդ օրը արդեն արևի խավարումն է լինում եւս ձեր 4-րդ տանը։ Այն իր հետ կբերի շատ ուժեղ եւ դրական էներգիա։ Սա այս տան առաջին խավարումն է եւ բացում է առաջիկա 2 տարիների փոփոխությունների դուռը ձեր առջև։ Փոփոխությունները կվերաբերվեն ընտանիքին, տանը, նախնիներին, բնակարանին, անշարժ գույքին, իսկ հետագայում նաև կարիերային։ Այս պահին ամեն ինչ դեռ նոր է սկսվում։ Կարող են ծնվել նոր գաղափարներ։ Հնարավոր է ցանկանաք այցելել հայրենի վայրեր, հանդիպել վաղուց չտեսած հարազատներին կամ ընկերներին, փոխել բնակության վայրը կամ փոփոխություններ անել ձեր տանը։ Սա շատ բարենպաստ ժամանակ է նոր սկզբի համար։ Դե իհարկե ոմանք նաև կարող են հիպոթեկով բնակարան ձեռք բերել։ Եթե որոշել եք 15-ից 18 տարի վճարել կամ մինիմում գոնե 10 տարի, ապա այո, կարող եք ձեռք բերել։ Եթե ոչ, ապա այստեղ պետք չի ռիսկի դիմել, եթե վստահ չեք որ կարող եք վճարել, որտեղ նա ձեզ քարշ կտա, այդպես արկների կարտադրությամբ ինչ կա, այդպես 10 քանի տարի, այդպես եւ բարդքեր եւ այլն կկուտակվեն։ Սա շատ իհարկե բարենպաստ ժամանակ է արդեն նշեցի նոր սկզբի համար։ Եթե ինչ-որ գաղափար կծնվի, անպայման գրի առեք այն։ Եթե այդ ժամանակ չեք կարող անել։ Հենց այդ օրերին իհարկե սկսվում է խավարման միջանցքը, եւ այդ միջանցքը կշարունակվի մինչեւ օգոստոսի 28-ը, այսինքն օգոստոսի 12-ից մինչեւ 28-ը։ Սա կարմարական շրջան է։ Այս ընթացքում մարդը տեսնում է իր նախկին գործողությունների արդյունքը։ Այս օրերին կարող են լինել անսովոր իրադարձություններ, տարօրինակ երազներ, նոր մտքեր, կարևոր գաղափարներ, ամեն ինչ գրի առեք։ Դրանք կարող են դառնալ այն սկիզբը, որը կզարգանա առաջիկա 2 տարիների ընթացքում։ Օգոստոսի 12-ը լավագույն օրերից մեկն է, դա նորալուսին է եւ շատ հզոր նորալուսին է։ Շատ լավ ժամանակ է ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու համար, ընկերների հետ հանդիպելու համար, տանը խաղաղ մթնոլորտ ստեղծելու համար։ Շնորհակալություն հայտնեք ձեր տանը, ձեր ընտանիքին եւ մտածեք, թե ինչ փոփոխություններ եք ցանկանում անել այդ ոլորտում։ Կարող եք նաեւ ցանկություն պահել։ Բայց տան թեմայով այդպես։ Արևի խավարումը, ինչպես նշեցի, նորալուսին է ուղղակի շատ մեծ, համար նորալուսից հետո միշտ մեր կյանքում գալիս է լավ պահեր։ Շատ օգտակար կլինի այսօրին օրագիր պահել եւ գրի առնել բոլոր նշանները, մտքերն ու իրադարձությունները, որոնք կլինեն։ Այս շրջանը ձեր կյանք կարող է բերի կարևոր մարդկանց 4-րդ տան հետ կապված ընտանիքի ընդլայնման, այդպես կարող է կարմրական երեխա ծնվել, օրինակ ձեր նախնիները գան նորից ձեր ընտանիք, բնականի մեծացում տեղ ունենա, տանից աշխատանք, հարմարավետության հետ կապված ինչ-որ պրոցեդուրաներ անեք տանը, անշարժ գույքի հետ կապված փոփոխություններ անեք։ Յուպիտերի եւ Մերկուրի ազդեցությամբ ոմանց կյանքում կարող են լինել ճակատագրական ծանոթություններ, հարսանիք, երեխաների հետ կապված ուրախ լուրեր։ Հնարավոր է նաեւ որ ձեր երեխաների կյանքում կարևոր իրադարձություններ տեղ ունենան։ Ընտանիքում կարող են լինել հարսանիքներ, երեխայի ծնունդ, խոբելյաններ եւ այլ կարևոր ընտանեկան իրադարձություն, գուցե ինչ-որ մեկի 15 տարին է ամուսնության, որոնց դուք նույնպես կմասնակցեք, կարող է ձեր օրինակ թորներին է վերաբերվում, կարող է դիպլոմ են շահել կամ ընդունվել են ինստիտուտ եւ այդ ժամանակ ինչ-որ քեֆ ուրախություն են անում կամ երեխան բանակից է եկել կամ բանակ են ճանապարհում եւս ինչ-որ իրադարձություն է, որը դուք եւս կմասնակցեք։ Խավարումների միջանցքի ընթացքում այս ազդեցությունները բավականին բարենպաստ են։
Ամենակարևորը դուք պահպանեք դրական տրամադրվածություն։ Եթե ձեր քարտեզում, շատ լավ դիրք ունեն, ապա բնականաբար այս լավ միացումները նաև եւ խավարումը ձեզ կբերի հիանալի իրադարձություններ։ Ընդհանրապես խավարումները միշտ մեզ կոչ են անում առաջ շարժվել եւ փոփոխություններ կատարել մեր կյանքում։ Եթե ձեր կյանքում երկար ժամանակ որևէ ոլորտ կանգ է առել կամ փոփոխությունների կարիք ունի, ապա հենց այս խավարումների ընթացքում այդ փոփոխությունները կարող են անխուսափելի դառնալ։ Այդ պատճառով ավելի լավ է փոփոխությունները հենց սկսել ինքներդ ձեզանից։ Ձեր դեպքում առաջին հերթին ուշադրություն դարձրեք տանը, ընտանիքի հետ վերաբերմունքին, անշարժ թեմաներին, բնական է։ Եվ օգոստոսի 15-ը խավարումների միջանցքի հետ կապված է եւ միջանցքում են գտնվում եւ շատ կարեւոր օրերից մեկն է։ Այդ օրը Մերկուրին միանում է Յուպիտերին եւ դա կարող է բերել շատ կարեւոր իրադարձություններ։ Նրանք կարող են կապված լինել ընտանիքի, տան, անշարժ գույքի, կարևոր զրույցի, իրավաբանական փաստաթղթի, ճանապարհորդության կամ տեղափոխության հետ։ Որոշ ցուլերի համար սա կարող է կապված լինել նաև արտագաղթի կամ բնակության վայրի փոփոխության հետ։ Հիշեք, որ 4-րդ տունը նա նաև վերաբերվում է ընտանիքին։ Մերկուրին հաճախ կապված է երեխաների հետ, իսկ Յուպիտերը կարևոր փաստաթղթերի, ճանապարհորդությունների, հոբելյանների, հարսանիքների եւ մեծ ուրախ իրադարձությունների հետ։ Բացի այդ, Մերկուրի եւ Յուպիտերի միացումը կարող է բերել ճակատագրական ծանոթություն։ Դրա համար օգոստոսի 15-ի օրերին ուշադրություն դարձրեք ձեր կյանքում հայտնվող մարդկանց։ Ուրանի եւ Վեներայի ազդեցության պատճառով այդ ծանոթությունը կարող է տեղի ունենալ անսպասելի պայմաններում, օրինակ համացանցում, ինքնաթիռում, ճանապարհորդության ընթացքում կամ բոլորովին անսովոր իրավիճակում, բայց այն կարող է մեծ նշանակություն ունենալ ձեր ապագայի համար։ Օգոստոսի 17-ը նույնպես շատ կարևոր օր է։ Այս շրջանում հնարավոր են կարևոր որոշումներ, կարևոր հեռախոսազանգեր, կարևոր առաջարկ, երկար սպասված լուր։ Որոշ դեպքերում դա կարող է կապված լինել հեռավոր երկրների, տեղափոխության կամ վաղուց սպասվող փաստաթղթերի հետ։ Կարող է լուծվել նաև անշարժ գույքի կամ արտերկրի հետ կապված կարևոր հարց։ Ընդհանուր առմամբ օգոստոսի երկրորդ կեսին դրական էներգիան շատ է։ Դրա համար ժամանակն է առաջ տանել ձեր ծրագրերը։ Արեգակի խավարումը նման է նորալուսնին, բայց նրա ուժը բազմապատիկ ավելի մեծ է։ Եթե վստահ եք ձեր որոշման մեջ, խավարումից հետո կարող եք հանգիստ սկսել նոր գործեր։ Այդ նախաձեռնությունները կստանան աճի եւ զարգացման ուժեղ աջակցություն, այսինքն արևը կաջակցի, խավարումը կաջակցի ձեզ, որպեսզի այն առաջ գնա։ Եվ դա կարող է լինել շատ երկար տարիներ։ Օգոստոսի 21-ին նույնպես շատ բարենպաստ օր է, հնարավոր են հաճելի նորություններ, հաջողություններ եւ հաջող ընթացող գործեր։ Սակայն այդ օրը Վեներան լարված միացում ունի եւ նա այնպես որ պետք է մի փոքր զգույշ լինել։ Սա հատկապես վերաբերվում է առողջությանը, ինքնազգացողությանը եւ աշխատանքին։ Այդ օրը աշխատեք ձեզ չծանրաբեռնել, շատ չաշխատել, ուշադրություն դարձնել սննդին, ավելի շատ հանգստանալ, հատկապես օգոստոսի 21-ին, ինչպես նաև 1 օր առաջ եւ 1 օր հետո, 2 օր հետո նաև, խնայեք ձեր ուժերը։ Քանի որ այս ազդեցությունը կապված է նաև աշխատանքային միջավայրի հետ, ցանկալի այդ օրերին չմտնել վեճերի եւ կոնֆլիկտների մեջ գործընկերների հետ։ Մի պարզեք հարաբերությունները աշխատանքի վայրում։ Օգոստոսի 23-ին արևը մտնում է կույս նշան եւ անցնում է ձեր 5-րդ տուն։ 5-րդ տունը պատասխանատու է ուրախության, սիրո, ռոմանտիկ հարաբերությունների, երեխաների, ստեղծագործության, սեփական նախագծերի, բիզնեսի, մրցույթների, հաղթանակների, բեմի, ինչպես նաև պրոֆեսիոնալ սպորտի հետ։ Այն նաև կապված է հանգստի եւ արձակուրդների հետ։ Եթե արձակուրդ եք պլանավորում օգոստոսի 23-ից հետո, ապա իհարկե հիանալի է ձեզ համար։ Մինչև ամսվա վերջ կյանքի առաջին պլան են դուրս գալիս հաճելի հանդիպումները, տոնները, ուրախ շփումները, ստեղծագործական գործունեությունը։ Օգոստոսի 25-ին Մերկուրին նույնպես անցնում է ձեր 5-րդ տուն։ Դա կարող է բերել հաճելի լուր,
երեխայից ստացված ուրախ տեղեկատվություն կամ երեխաների հետ կապված կարևոր իրադարձություն։ Ոմանց համար սա կարող է լինել նույնիսկ երեխայի ծնունդ, հղիություն, ծննդաբերություն։ Այս ժամանակահատվածում սկսվում է ձեզ համար շատ գեղեցիկ շրջան, այն լի է սիրավեպերով, ժամադրություններով, նոր ծանոթություններով, ֆլիրտներով և գեղեցիկ զգացմունքներով։ Կցանկանաք ավելի հաճախ դուրս գալ մարդկանց մեջ, շփվել, ցուցադրել ձեր տաղանդները և ավելի ազատ արտահայտել ձեզ։ Բացի այդ, Մերկուրին պատասխանատու է նաև մտածողության համար։ Այդ պատճառով նա ձեզ կբերի շատ ներշնչում։ Սա շատ բարենպաստ շրջան է նրանց համար, ովքեր զբաղվում են երաժշտությամբ, բեմում են միշտ, արվեստով են զբաղվում, ստեղծագործական աշխատանքով են զբաղվում։ Կարծես այդ ներշնչանքը այնպես վերևից է գալիս եւ ձեզ լցնում է նոր գաղափարներով, նոր ստեղծագործական էներգիաներ, այսպես կհորինեք, ինչ-որ բաներ կանեք։ Ուրեմն ես այստեղ մի բան բաց եմ թողել, բայց դուք կարող եք ձեզ մոտ գրանցել որպես լավ օր։ Օգոստոսի 15-ին Մերկուրին կմիանա Յուպիտերին, իհարկե սա արդեն ասել եմ այս մասին։ Բայց նաև ազդեցություն կունենա նաև Ուրանը եւ Վեներան։ Դրա շնորհիվ որոշ մարդկանց կյանքում հնարավոր է անսպասելի ծանոթություն ինտերնետում, ինքնաթիռում կամ բոլորովին անսովոր ինչ-որ իրավիճակում։ Այդ հանդիպումը կարող է հետագայում մեծ նշանակություն ունենալ ձեր կյանքի համար։ Եվ հիմա արդեն անցնենք առաջ, օգոստոսի 27-ին արևը կմիանա Մերկուրին։ Այսօրը կարող է լինել հաճելի հանդիպում, ճանապարհորդություն կամ հրավեր համերգի, տոնի, տոնակատարության կամ հետաքրքիր միջոցառման։ Իհարկե, նաև մոտենում ենք, արդեն օգոստոսի 27-28-ը արդեն բնականաբար շատ կարևոր շրջան են, օգոստոսի 28-ին եւս տեղի ունենում արդեն լուսնի խավարումը, որը ավելի բնականաբար ավելի ուժեղ լիալուսին է մեզ բոլորիս համար։ Եվ լուսնի խավարումը տեղի կունենա ձեր 11-րդ տանը։ Սա վերջին խավարումն է այս ոլորտում, ձկներ նշանում, վերջին 2 տարիների ընթացքում։ Այդ պատճառով այս շրջանում ինչ-որ կարևոր փուլ ձեզ համար կավարտվի եւ վերջնակետ կդրվի, վերջնական որոշում կկայացնեք։ Վերջին 2 տարիներին 11-րդ տան թեմաները ձեր կյանքում կարմիական փոփոխությունների են ենթարկվել։ 11-րդ տունը պատասխանատու է սոցիալական կյանքի համար։ Այս ընթացքում կարող է փոխվել ձեր ընկերների շրջապատը, աշխատանքային կոլեկտիվը կամ այն մարդիկ, ում հետ որ դուք ընդհանրապես շփվում եք։ Այս տունը կապված է նաև ինտերնետի եւ ժամանակակից տեխնոլոգիաների հետ։ Հնարավոր է վերջին 2 տարիներին սկսել եք աշխատել առցանց, սովորել նոր ծրագրեր կամ ինտերնետը դարձել է ձեր աշխատանքի կամ նախագծի կարևոր մասը։ 11-րդ տունը նաև վերաբերվում է մեծ միջոցառումներին, սեմինարներին, համերգներին, հանրային ելույթներին եւ լայն հասարակության հետ կապված գործունեությանը։ Այդ ոլորտում նույնպես կարող են լուրջ փոփոխություններ ձեր կյանքում տեղի ունենալ։ Այս տունը նաև կապված է բորսայի, ցանցային բիզնեսի, ընկերների, հատկապես մտերիմ ընկերների հետ։ Այն վերաբերվում է նաև մեծ տոների, միջոցառումներին, PR ոլորտներին եւ ցանկությունների իրականացմանը։ Հնարավոր է վերջին 2 տարիներին ձեր երազանքներն ու նպատակները փոխվել են, իսկ ոմանց համար դրանցից մի քանիսն արդեն իրականացել են։ Այս տունը կապված է նաև մեծ հաջողությունների հետ։ Բացի այդ, այն կարող է վերաբերվել նաև երեխաների հետ աշխատանքին կամ ուրիշների երեխաների հետ կապված կարևոր իրադարձություններին։ Այժմ այս թեմաներից որևէ մեկը կավարտվի։ Հնարավոր է ավարտեք կարևոր նախագիծ կամ վերջնական որոշում կայացնեք։ Լուսնի խավարումը լուսավորում է հենց այն ոլորտները, որն արդեն հասել է իր ավարտին։ Ասում է բաժակը լցվել է եւ թափվում է, վերջ ավարտվում է այդ թեման։ Սա վերջին խավարումն է ձեր 11-րդ տանը եւ նշանակում է, որ դուք հաջողությամբ կանցնեք այս կարմայական փուլը, բայց պետք է իրոք բաց թողնեք ինչ-որ մի բան, չբռնեք այն ինչ որ ուզում եք գնալ։ Ոմանց համար սա կարող է լինել մեծ հաջողության գագաթնակետը։ Մյուսները կարող են սկսել խոշոր ինտերնետային կամ սոցիալական նախագիծ, որը նախատեսված է մեծ թվով մարդկանց համար։ Իսկ ոմանց համար ամեն ինչ կարող է արտահայտվել շատ ավելի պարզ
Երկար սպասված հանդիպում մտերիմ ընկերների հետ, ջերմ շփում եւ հաճելի ժամանակ անցկացնելու միջոցով։ Այսօր հնարավոր են նաև նոր ու կարևոր ծանոթություններ։ Եվ հենց այդ օրը ավարտվում է խավարման միջանցքը։ Այդ պատճառով աշխատեք այդ օրը ձեզ չծանրաբեռնել աշխատանքով կամ ավելորդ ակտիվությամբ։ Այսօրը շատ հարմար է մոտիվացիայի, մեդիտացիայի, աղոթքի, ներքին հանգստի վատ սովորություններից ազատվելու համար։ Լավ ժամանակ է վերջ դնելու այն ամենին, ինչ արդեն սպառել է իրեն։ Կամ պարզապես անցկացրեք օրը ձեզ համար ամենաթանկ եւ հաճելի մարկանց շրջապատում։ Սիրելի ցուլեր, այսքանը ձեզ համար։ Մաղթում եմ ձեզ խաղաղ հաջողություններով եւ ուրախ իրադարձություններով լի օգոստոս։ Կհանդիպենք իհարկե շատ շուտով նոր տեսանյութերում։ Մինչ նոր հանդիպում։